Մարտենսներ, իսը թե ձեր բոլորի ողջունում։ Շնորհակալ եմ ջեր մտության համար։ Ինչ որ ասում եմ, իմացեք անկեղծ, պարզ իրականություն եմ ասում ձեզ։ Ու ինչ որ ասում եմ, իմ ասածներին տեր եմ։ Հենց այնպես չի կարող պատահի, որ ինչ որ բառեր ասեմ, որ դա չկարողանանք իրականացնել։ Այն եմ ասում, որ մի բան ավել կարող ենք անել։ Միայն պետք է ճիշտ հետևել, կապ չունի կուսակցական պատկանելություն, ճիշտ մարդկան, ճիշտ տեղում, ճիշտ ոլորտում պետք է դրվի, որ ամեն ինչ կայանա։ Մարդիկ պետք է հասկանան, տիրապետեն, դատարկ չխոսեն, մարդկանց մասին մտածեն, այլ ոչ թե նախարարություններ փակեն, գյուղնախարարություն փակեն։ Հիմնական խնդիրը Ժողովուրդ ջան, ուսումնասիրել ենք, տեսել ենք, շփվել ենք, գիտեք ինչ անջատեցին արդեն։ Ամենակարևորը ասեմ տեղյակ են, գիտեն ինչա պետք, պատրաստ ենք անելու, ունենք լավ թիմ, ունենք լավ ծրագիր, ունենք ցանկություն մեր ժողովրդին այս վիճակից հանելով։ Սուտ ասելը դա արդեն փեշակ է դառել ժողովուրդ։ Խաղաղություն ենք բերել մեր ժողովրդի համար, ու առանց ծրագրի ման են գալի, ներկայացնում են, հետներ մի 6 ավտոբուս տանելով կամ հետ պարտադրելով, որով չկա գործից կա, այ ժողովուրդ ջան, դուք ինչ մարդ կա, դուք տեղակ պայեք, մարդիկ վախում են գան, գործից անեն, վրեն ատգրեն, երեխուն են, ցավը տանեմ, ձեզ երկիր կառավարել չի լինում։ Ասելու բան ունեք, ելեք ներկայացեք, մի հատ նշան են սարքել, քարտեզ, դու կպցնելու, հա ինչ էդ նոր ենք հայտնաբերել Հայաստանը, մասնատելով, բաժանելով, այսօր ամբողջ ասենք թե տարածաշրջանի բարձունների վրա, ադրբեջանցիները բազաներ են սարքում, իրենք զորքեր են ակետերը դրել են, մտել են մեր հողերը, հետ չի գնում, գյուղացին չի կարող, իրա տարածքը գնա մշակի, ասում են խաղաղություն ենք բերել, խաղաղություն բերել են Ժողովուրդ ջան, էլի եմ ասել, թող ցույց տան թուղթը, ստորագրած, փեչատած իրա եւ Ալևի, որ այսօրվանից խաղաղությունն է, ոչ թե մեկ իրավունք չունի, ոչ սահման խախտելու, ոչ կրակելու։ Ես էլ ասեմ ապրեք, ճիշտ եք ասում։ Ժողովուրդ ջան, սա բանավոր պայմանավորվածություն է, հիմնական խնդիրը Ադրբեջանի ախորժակը շատ մեծ է, որ այսօր ասում են Սևանը Ադրբեջանին է, անունն էլ Գոչա է, Երևանն էլ Երևան է, այսօր նորից ինքը հունիսի 18-ից 19-ը Նախիջևանում այդ ծրագիրն է իրականացնում, որ կարողանա Արևմտյան Ադրբեջան ստեղծի։ Մենք պետք է կարողանանք միասնական լինենք, ճիշտ ընտրություն կատարենք, որ մենք նույն Ղարաբաղի ճակատագրին չհասկանանանք ժողովուրդ։ Բոլոր խնդիրը ծրագիրը գիտենք, պատրաստ ենք։ Այսօր ինչ որ ես ասում եմ, թող որից է մեկը հակադարձի, ասի դա անհնար է, հնարավոր չի, անհնարի ոչ մի բան չկա։ Այսօր ժողովուրդը պարկի տակ, վարկի տակ, ռայոններում խեղճացած պատերի տակ նստած, չեն կարողանում ոչ աշխատել, ոչ աշխատատեղ կա, ոչ մշակելու բան կա, ոչ մի բան, այլ մարդիկ էլ քիչ-քիչ երթափելով գնում են, դպրոցները դադարում, ասում են մեր տղյակները դպրոցներն են, դպրոց են կառուցել, 8 տարի 290 դպրոց են կառուցել, որից ասեն չէ, 300-ից 59-ն են կառուցել, որից 26-ը կառուցած է եղել, էլ այս տեղերը կառուցում են եղել պակասել են, այս տարի 230 դպրոց փակվում է, այսօր 59-ը կառուցած է, որ 230 փակվում է, ինչի համար է, եկել են գյուղերը, վերին գետաշ են, մարդ ուզում է իր տղու համար տուն կառուցել, ասում է պետք է 1 միլիոն վճարես, որ քողի մեջ տուն կառուցել, այդ ցավը տանեմ, սահմանամեջ գոտի է, մարդը իր տղուն ուզում ամուսնացի տուն կառուցել, փոխանակասի մի կառուցելու համար, որ տուն ես կառուցում, 1 միլիոն էլ պետություն իր կողմից է տալի, դա սահման պայելն է Ժողովուրդ ջան, դադարքելով մենք հանձնում ենք X-տկյան ադրբեջանցիներին, հələ պետք է ասի ուզում է կառուցի, Իրան էլ եմ տրամադրում 1 միլիոն, թողան տուն կառուցեն, սահման ամուր լինի, ոչ թե 1 միլիոն պետք է տաս, են է սահմանի վրա, որ դու լիարժեք կարողանաս քու երեխայի համար տուն կառուցել։ Գյուղնախարարությունը պետք է վերականգնի, գյուղնախարարությունը պարտավորակ մարդկանց գյուղերում բնակվողներին հիմնական իր հողի չափսով գումար տրամադրի։ Առանց տոկոս գումար տա։ Ես նորից եմ ասում, ժողովուրդ, ես ոչ թե բաներ եմ ձեզ ասում, որ ոնց կլինի։ Ես ասեմ խաղաղորդների հետ, որ մենք ունենք կոնյակ գործարան, խաղաղորդների հետ մենք գարնանը 2-3 միլիոն դոլարի տրամադրում ենք, դեղորյակ, պարարտանու, չպալ,
թողնում ենք աշտանը բերքավակի բերյալներ, թողնում ենք գյուղնախարարությունը, ժողովրդին իր հեկտարի չափով, ինչ ես տանում, արկես 500,000, արկես 300,000, կցանես, կհավաքես հեկտարին, կհացանես, հավաքես աշտաններ մեր փողոց վճարի, առանց տոկոս, որ մարդը գոնե կարողանա իր աշխատանքի արդյունքը, կարողանա իր տունը պահի, Ժորժան, առանց դրան աննարա։ Այսօր իմ այստեղ հավաքվածներ կամ ամբողջ Հայաստանը ունի 650,000 ընտանիք, 2,450,000 վարկառով։ Չեմ ասում վարկը գործի մեջ են դրել, բիզնես են դրել, կուտակվել է տնտեսական ճգնաժամ, համաճարակ, կորոնավիրուս պատերազմ։ Մարդիկ ապրել են, գոյատևել են, վարկեր է կուտակվել, պետությունը այսօր 15 միլիարդ պատկ ունի, թող այդ պատկ, 1 միլիարդ 100 միլիոն էլ հավելացնի, 2,200,000 մարդի վարկեր է փակի իր կողմից, վարկը թող 1 միլիարդ հավելանա, բայց այս մարդկան շայքի մեջից կանի ժողով, որ մարդիկ գոնե կիմանան ապրում են, կարողանում են իրենց տունը պահել, իրենց վաստակածը չտանեն վարկի տոկոս փակել։ Առողջապահության խնդիրը ժողով ջան, 700 միլիոն դոլար բյուջեին գումար է նախատեսած, չենք ասում է գումար չկա, չեն կարող ճիշտ օգտագործել նպատակային, որտեղ են պետ պատվել, ով է կարող պետ պատվերից օգտվել, գնում ես ասում եմ միամցից արի, միամցից գնում, ասում ես հետ չկա, կամ ասում այդ հիվանդությունը ժողով, պետ պատվերի մեջ չկա, այս հատը տանեմ, 10 մարզա, քանի քաղաք, քաղաքներում այդ հիվանդանոցները, այդ գումանները դին, աշխատողներին էլ ամեն մեկին $1000 տալիս ես, հələ ծակազմա 30 միլիոն, որ մոտարապես 30 հիվանդանոց աշխատողին էլ $1000 գումար տար։ 100 միլիոն էլ թող սարքավորում առնի, 100 միլիոն էլ դեղորյան տողարնի, 100 միլիոն էլ գույքար, հոսանք ծասել տողան, 330 եկարցուններ, հələ դեղ 350 միլիոն էլ մնում է, որ կայլա ճիշտ կազմակերպել, մարդիկ գող գնան, մարդավարին, արգալից, իր բուժումը ստանա գա Ժորժան, ինչ որ ասում եմ իրական է, ոչ մեկ չի կարա հակաճարել։ Ես նույնց եմ ասում, փաստացի դոկումենտալ եմ ասում, այսօր առաջնային պետք է, որ մեր ծրագրում կա, առողջապահությունը, կրթությունը անվճար պետք է լինի, մարդիկ իրենց մարդ պետք է զգան, երեխան ընդունվեց, պետք է գնա սովորի, առանց ասենք թե վճարելու, որտեղ չեն պատկերացնում, չեն հասկանում։ Եթե մարդը ստանում է 200,000, կինը 120, 320,000, այդ տուն պահես, կերակրես, հացնես, կոմունալ վճարես, թե տանես երեխամար 800,000 վճարես։ Չես կարող վճարես, քո կյանքից գնում է, տանջվում ես, որ դու տանիք կազմեցին, չես կարող երեխուն ուսման հարցով ապահովես։ Սխալ եմ ասում, թե ճիշտ եմ ասում, ժողովուրդ։ Հիմա ժողովուրդ, ձեզնից, ստեղ, քանի տոկոսն է վարկի տակ, խնդրում եմ ասեք, էլի, քանի տոկոս։ Այս ժողովուրդ, ասում եմ ձեզ, հնարավորություն տվեք, առաջին նիստի որոշումը, որ վարկերը անմիջապես, մինչև 3 միլիոն ներում է շնորհվում։ Առողջապահությունը, կրթությունը անվճար է լինում։ Գյուղնախարարությունը վերականգնվում է, որ անպայման այդ խնդիրները պետք է կարգավորի։ Խոշոր ծրագրեր 2 հատ պետք է 3 հատ կարգավորի, խոշոր ծրագիր։ Այսօր 50 հատ գործանել կառուցեն։ Դա ժողովրդին չի ապահովում, ճիշտ հասկացեք։ Ամեն գործանում թող աշխատեն 120 հոգի։ Դա ամբողջ ժողովրդին համար պետք է խոշոր ծրագիր, ներդրումային ծրագիր, ժողովուրդ։ Ես անհատ մարդ կառուցում եմ Հիսուս Քրիստոսի արձանը, որ ասենք թե մենք այերով ասելու բանն ենք աշխարհին։ Այսօր մենք պարտվել ենք, կորցրել ենք, խելչացած, դուսներ մեր հայությունը էլ ասելու բան չունի, չգիտի ինչ ասի։ Բայց այսօր քայլ եմ կատարել, Աստծու կամոք, ես իմ ով չէ, պրոստը իմ մեջ մտցրեց, որ մենք այսօր աշխարհի առաջին քրիստոնեացն ենք ու կառուցում եմ կար ժամանակում, սաղ աշխարհը գիտի, սաղ աշխարհը, այդ 17-ին Կաննում կինոֆեստիվալ էր, ամբողջ աշխարհի աստղերը, մեծ արուս մարդիկ կինո ընդեղ են ռեժիսորները, տպել են ժուրնալ, ասենք թե այսքան փոքրիկ պետություն Քրիստոսի արձանով է, ժուրնալի աբրոշկայի վրա Քրիստոսի արձանով, այսքան փոքրիկ պետություն սենց մեծ ամբիցիոն ժողովուրդ, որ չափից մեծ ծրագիր են բնացրել, որ մենք կարողանանք աշխարհին ցույց տանք, որ տուրիզմը զարգանա ժողովուրդ, տուրիզմը այսօր ոսկու հանք է, որ ժողովուրդ տուրիզմը եկավ,
10 օրով, 5 օրով Սևան էլա գալու, Գյումրի էլա գնալու, Ջերմուկ էլա գնալու։ Ու կակերացրեք, եթե մի տուրիստ է ժողովուրդ, ես մենք խոսեմ, որ դուք ինձ հասկանաք։ $5,000 գրպանը պետք է լինի, չէ որ գնա 7 օր մնա, պետք է ուրանոց մնա ծախսանի, 20 միլիոն գա, դա անում է 100 միլիարդ, բյուջեն 5 միլիարդ է, 100 միլիարդ, տարեկան քու երկիրը փող մտնի, այդ սաղ օգտվել են, գյուղացիներ, քաղաքացիներ, տաքսիստներ, փոքր միջին բիզնես, որ մարդիկ իրենց ընտանիքներով, ոտի քարը քարի դնեն, մի բան ստեղծեն, տուրիստին ինչ է հետաքրքրում։ Այնպես որ սպասեք լավ փոփոխությունների, հավատացեք, որ ամենից լավ է լինելու, դուք խիչ չենեք, խոշոր ծրագրեր ա պետք, տեսել եմ, որ այդ ձևի շարժ կա, ոչ թե տակ-տակ խոսում եմ ժողովուրդ, հասարակ բան, ովն եք ծանոթ Աբովյանի համայնքների կողի գյուղերում, հող է, առաջ $500 է, 1000 մետր է, հիմա 60-70 հազար չկա, մարդիկ արդեն գալիս են, շարժը կալը չի բացվել, բացվելու դեպքում, ասեմ, տուրիստները գալու են, զարգանալու է, բոլորդ էլ գործ եք ունենալու, բոլորդ էլ հարստանալու եք, տեսնելով այդքի շարժ կա ժողովուրդ, կազմակերպել են, որ նոյատապանել կառուցեն մյուս սալիտակ, թող մի 2 միլիոն դրա համար կա, մարդը, Լորդը, որ է տակ-տակ, դադար խոսում են, ասկա, մի հատ լասեք ինչ է կարել, խնդրում եմ, մի հատ ցույց տվեք էլի, ես նույնց եմ ասում, կուսակցական պատկանությունը կապ չունի, մարդ, այ մեջ կուսակցը իրենց հավատան, մեկ այս երկում ենք ապրում, իր ընտանիքը ստեղ ապրում, իր ուզած ինչ է, խաղություն լինի, բարեկեցություն լինի, ապավ լինի, մարդը գործ ունենա, բարեկեցիկ աշխատիրատունը երջանիկ պես, հոմար դուրիշ բան չի ուզում, ես նույնց եմ ասում, կուսակցականները կապ չունեն, գնացել են, մենք ընդհանուր ազգովի պետք է մտածել, ով կարա դա անի, նա պետք է անի, այսօր մարդիկ վախում են, իրոք ես այս բան կյանքում չի եղել պատմության մեջ, գան, դիմում գրի դուրս արի, չեմ գրում, ոչ եմ անպայման պետք է գրես, կամ խանութի վրա ակ գրեն, կամ ցավացնեն, կամ տանեն զորահավաքների, ցավը տանեմ, արդեն ամեն ինչի վերջը եկել է, զորով չես կարա պահես, դա անհնար է, ես ասում եմ և կարամ գրեմ ստորագրեմ, ժողովուրդ ջան, այսօր ձեր մեծամասնությունը գնում է Ռուսաստան, աշխատանք չկա, տնից տեղից կդրված գնա գումար բերի, ճիշտ է թե ոչ։ Գնում եք, հիմա տեսնում եք, ասեք դետ պահվածքը, որ սազականա, որ մենք Ռուսաստան հետ թշնամանան, գզում եմ հատ հասկանան։ Բայց այսօր ստիպում է, որ Ռուսաստան հետ թշնամանան, խես թշնամանում, եթե մարդեր 1000 տարվա ասեք դե պատմություն կա, գայլա կատարում, բանակցի, քննարկի, եթե լավ առաջարկ ունես ուրիշ բան, չի կարելի, այսօր արդեն մարդիկ իրենց մշակած ապրանքները չեն կարողանում տանել, չեն կարող վաճառել, դեռ իրենց աշխատողների գումարները տալիս են, բայց այդ սեփականատերը վարկավ է գալ է, ծախսար է, կլուպնիկա ցանե, վարունգա, պամիդորա, ծաղիկա, փակել են, կոնյակա, որ չեն կարողանեն, ինչ են անելու, Եվրոպայում են վաճառելու։ Դուք իրակալի կյանքում փորձել են մի մեքենա Եվրոպա արտահանել, վաճառեն նորացեն, հաստացի բան ասեմ, ժողովուրդ ջան, Վրաստանը քայլ կատարեց, հետո ինչ արեց, նորից հետ եկավ, նա չէի կարողանում ոչ իրենց մանդարինը, ոչ իրենց գինի Եվրոպայում ծախեն։ Ես ուզում եմ ասել, որ մենք պետք է հասկանանք, գիտակցենք, որոշում կայացնենք, ճիշտ ընտրություն կատարենք, բարձրաձայն մի ասեք, դե ցավը տանեմ, գիտեմ, Էնա կատարում, որ ասեք թե, ասեք չեն գնալու դության, կամ գնալու են ձեզ են կտրելու, բայց գնանտեք հոգու կամ քու ցանկությամբ, քու երեխապագայի համար, ով կարանի, ով կարա իր կյանքում արել է, կառուցել է, սարքել է, մտածել է, զարգացել է, ծաղկացել է, նա էլ պետք է տաս ու պահանջես։ Ես նորդ եմ ասում, ինչ որ ասում եմ, հավատացեք, մի բան էլ ավել անելու է, բոլոր մարզերում բան եմ գալի, տեսնում եմ ժողովրդին, խիղճ ու կրակ, նեղված, խիղճացած, պատկիտակ, վարկիտակ, չգիտի ինչ անի, ժողովուրդ ջան, աննարին ոչինչ չկա, ձեզ ցավոտը, հավատացեք, աննարին բան չկա, պետք է ճիշտ մարդ, ճիշտ տեղով, փորձ ունեցող, արդյունք ցույց տվող, կազմակերպող,
որը կարողանա կազմակերպի, կարողանում է պարգևատրի, այսօր վերցնում են օրը մեջ պարգևատրումներ, ես կողմ եմ պարգևատրման, բայց արդարացի պարգևատրման, ոչ թե մենակ ասենք թե նախարարներին, չգիտեմ, պատգամավորներին ու մտան, այլ պետք է տան հավասարաչափ, տալիս ես, տուր տվյալ ոլորտին 100% պարգևա, մի աշխատավարձի չափով, թող բոլորն էլ ուրախանան, դասուցիչը ստանում է 120,000, նախարարին 18 միլիոն պարգևատրում, ինչ ճիշտ հասկացեք, պետք պարգևատրումը պարտադիր է, որ նախարարի հաշվին ուրիշ դեպք չունի, բայց պետք է ճիշտ աշխատել, իրենց պետք է դնեն դիմացինի տեղը ժողովուրդ։ Այսօր ասում եմ ձեզ, որոշողը դուք եք, ընտրողը դուք եք, ձեր ցավը տանեմ, գնում եք ընտրության, որոշում եք, տեսնում եք, գյուղով իրար հետ քննարկեք, չէ, գյուղով քննարկեք, հետո կան կբռնենք, գործ ունեք։ Գնացեք ընտրության, ընտրեք ձեր երեխայի, ձեր վաղվա ապագայի համար, ում ցանկանում եք, ում վստահում եք, ես ձեր Ծառուկյանն եմ, կընտրեք ձեր ցավը տանեմ, չեք ընտրի ձեր ցավը տանեմ, ոչ կորոշեք, Հիմաց, հատեպեից թողան հաղթան պատասխանեն, իրենց սապը տանեմ, ես չեմ կուսանում, ես իրենց շատ լավ եմ ընդունում, շատ չեն քննադատելու բան է, եթե ընդունեմ տեղինակ ընդունեմ, եթե չէ, եթե հարցեր ունեմ պատրաստ։ Հիմա այսօր մեր սահմանի բարձունքների վրա ադրբեջանցիները կան, թե չկան ժողովուրդ։ Մեր զավթած ծողերի մեջ նստած են, ճիշտ է դեպքում։ Ու գնալով իրենց ամրապնդում են, բետոնապարտում են, հզորացնում են, ճիշտ է դեպքում։ Նրանց ուզածը նորց եմ ասում, Արևմտյան Ադրբեջան ստեղծելն են։ Ալիևը վրեժ է լուծում ժողովուրդ, այդ 30 տարվա նրանց խայտարակությունից հետո նրանք վրեժ են ուզում լուծել։ Մենք պետք է քայլ կատարենք։ Առաջել էին ասում ժողովուրդ, որ Արցախը Հայաստանը ու վերջ, ասում են մենք եկել ենք հող ազնելու, մենք հող ազնողի նման ենք որ ազնենք։ Հետո Չեխիայում հայտարարեցին, որ ասեն թե Արցախը Ադրբեջանը ու վերջ։ Հիմա նույնն է, եթե սենց իրենք ընտրվեցին, նորց եմ ասում, 3 ամիսա, 6 ամիսա, արդեն ասում են, Սևանը, Գյոչիա և վերջ, ու բրծավ, իրենք նպատակը սա, նույն Ալիև ասում է, որ ես գալ եմ, իմ ժողովուրդը գալ է բնակվի, տանկերով չեն գալու, ավտոբուսներով են գալու, բայց երբ որ հանկարծ նեղացեցիք, զորք են բերել, ասում հատեր պետքա զորքը բերենք տանիքը։ Մեր իշխանությունը ասում է 300,000-ի պատմություն չկա։ Ես ասում եմ բոլորին, իրանց էլ 2025 թվական դեկտեմբերի 5 Ալիևի ելույթը նայեք, ասեք այդ պայմանավորվածը ձեր ասածն է։ Ժորժան, հիմա էլ հնարավոր է ամեն ինչ հետ բերելու, պահելու, կազմակերպելու, միասնական, ճիշտ դաշնակիցների հետ, ճիշտ պայմանավորվածություն, մենք խնդիր չունենք Ռուսաստան, Արևմուտք, մենք խնդիր ունենք բոլոր այդ հարաբերությունները պահելու, զարգացնելու, մենք պետք է թշնամանանք, թշնամացան Ժորժան, հիմա ասում է, եթե մեր հետ չես, մեր թշնամիների հետ Հայաստանը, ձեր ցավը տա, հիմա գնանք Ռուսաստան կարող է չթողնել, գազ ասում եմ, քեզ չեմ լավություն անում, ոնց Եվրոպային եմ տալի, նույնը քեզ եմ տալու։ Ինչ ճիշտ հասկացեք, ես ձեզ նորից եմ ասում, քիչ է մնացել, ճիշտ ընտրություն արեք, եկեղեցի կառուցողի քանդողի միջև, երկիր կառուցողի շինասնողի, երկիր քանդողի ալիևի միջև։ Եթե հարցեր ունեք, պատասխանեմ, չունեք, հեսա հարց, թե չէ գնում եմ հանդիպում, ժողովուրդը սպասում է, ես խնդրում եմ, որ բոլորին տեղյակ պահեք, գյուղերը, որը կան, հնարավոր չի բոլոր տեղ հանդիպել, իմ ցանկությունը, որ հանդիպեմ, աչքերին նայեմ, ասեմ, որ տեղյակ եմ, գիտեմ, պատրաստ ենք լուծելու, ես իմ գրպանից չեմ ծախսելու, բարեգործությամբ, երկիր չես կառուցի ժողովուրդ, այդ բյուջեի եղած գումարը ճիշտ նպատակային, ոնց որ կուսակցական գումարն ես ասում, որ մարդիկ զգան, իրենց մասին մտածող կա, երբ գումարը նպատակային ծախսում է, երբ տարբերություն չես դնում ժողովրդի ոլորտների մեջ, այդ բոլորի հասանելի է և ընկալելի է։ Լսում եմ ասեք հարցը։ Պարոն Ծառուկյան,
Հեսա մի վարկյան թողասի։ Mənə ki moնում iski xıvəli cürəl çunəm. Boş bir pan çunəm. Ուրի ջան, դե դարձել այսօր չեն են չես դում, խոցավը տանեմ։ Հիմա որ քեզ օգնեմ, լսի, հենց հիմա։ Համ քեզ կբռնեն, համին, անը գալի որ ինձ բռնեն։ Ընտրա կաշակ կամարեն, դասին կաշակ եմ տվե, որ Վարդենիսի ինձ ձերն է։ Ասել։ Մենք Վարդենիսիներս ուրախ ենք ձեր գալու կապակցությամբ։ Դուք շատ բան եք արել մեր ժողովրդի համար, ոչ միայն Վարդենիսի, ամբողջ հայ ազգի համար։ Մարդիկ կան, որ ասում են շահ եք հետապնդել, դրա համար արել եք։ Ոչ, շահ եք հետապնդել, դրա համար եք արել եք ամեն ինչը, բարեգործություն եւ այլն։ Ես կարծում եմ, որ դա սխալ է։ Ես օրինակ գիտեմ Լարսի ճանապարհի լայնացումը, որ դուք մեծ աշխատանք եք կատարել, չգիտեմ ինչքան եք ծախսել ընկերություն, ինչքան եք ծախսել գումար եւ այլն, մեքենաների բաց թողման անցողությունը լայնացել եք, որը չեք ասել։ Պատասխանեմ։ Ուրեմն ես լավ ընկերություն ունեմ Ռուսաստանում, եւ քաղաքացիական մեջ, եւ տնտեսության մեջ, եւ մարզաշխարհում, որ մեր վարորդները դիմում էին, օրեկան ասում էր 600 ավտո Լարսի միջոցով, պետությունն էլ ալսում։ Ես ինձ դիմել եմ, ես իմ ընկերներին եմ դիմել, Ուսուկովիչին եմ դիմել, Կալաշնիկովին եմ դիմել, Վալոդինին եմ դիմել, գրվել է 3 միլիարդ ռուբլի տրամադրել են, հիմա որ պատրաստ է Լարսով ասում է 1600 մեքենա, ցանկացած լուծելի է, պետք է ճիշտ մոտեցում, կազմակերպել դիմել, մարդիկ են պատրաստել են։ Դա համար ձեզ ասում եմ, չլուծող խնդիր չկա, Ժորժ ջան, այսօր հիմնական հարցը, այդ որ ասում են հիմնական արել են բարեգործություն, դա իմ հոգու խղճի համստյան, բարեգործությամբ եղբայր, երկիր չես կարոցի։ Դու կարաս քո համար, որ փուժողորդի համար, որ որոշ տոկոս հատկացնում ես, ժողովրդին ես դրամադրում։ Այսօր պետք է ճիշտ ղեկավարում, ճիշտ կառավարում, ճիշտ հարաբերություններ աշխարհի հետ, կարողանա զարգացնել փուժողորդը բարեկեցիկ ապրի, դեպքերին շփիտ լինի, դե չէ բարեգործությամբ այսօր արեցին, երկիր չի զարգանա։ Աշխատող ժողովուրդ ունենք, ստեղծող ժողովուրդ ունենք։ Ես ասեմ իմ գործընկերներ են կեմպիշկու սեփականատերը, 5 օր Հայաստանը ման ա եկել, Վարդենիսով, Ջերմուկով, Դիլիջանով, Գյումրիով, Ջերմուկով, ասում է Ծառուկա, Վրաստանը ձեր 10%-ը չունի, տուրիզմը դա պատրաստի ոսկու հանք է։ Դուք չեք կարողանում ճիշտ կազմակերպել, պատրաստի առաջ շարժարանքի, մարդիկ գալիս են փողերը ծախսեն, միայն ճիշտ կազմակերպել, որ մարդիկ կան տենան, ծանոթանան գնան։ Մենք պետք է հիմնական տուրիզմը զարգացնելու վրա դնենք։ Եկավ մի տուրիստ, $5,000 գումար է ծախսել։ Ասում 20 միլիոն, 30 եկա, 150 միլիարդ, գունը 5 միլիարդը, այդ սա մնալ է մեր երկում, բյուջեն էլ է գումար լինելու, գումար ենքան շատ է լինելու, որ իմանան որդ է ծախսել։ Պետք է ասենք հիմնական մարդը փորձ ունենա, կազմը, ամբողջ կազմը, փորձ չունեն, 50 տարեկան ոչ մի տեղ չեն աշխատել, քարին դրած չկան, այսօր միայն մեծ դադար խոսան, մարդկաց վիրավորեն, դերի մեջ մտնեն։ Այսօր մարդ չի վիրավորում, այլ կարողանում է բացատրի, դիմացին է հասկանալով ներողություն խնդրել։ Սա է բարձունքը, սա է կլասը, ձեր ցավը տանեմ։ Ձեր բոլորին ցանկանում եմ լավ տրամադրություն, դուխով հույսով, որ լավ է լինելու, Աստված պահպան ձեր բոլորին։ Շնորհակալ եմ։ Ներակել հատ Վարդենիսիների կողմից եմ ասում ես։ Լսում եմ ուշադիր։ Դուք սահմանաբեր շրջան որպես սահմանաբեր շրջան ներդրումներ եք արել եւ շարունակում եք անել։ Հողին ամրացնելու համար ժողովրդին, որոնք գիտեք մոտ 250-300 հեկտար կարտոշկու պլանտացիաներ ունեն Վարդենիսիները, անհատները։ Բանվորական ուժ Բերքահավաքի ժամանակ շատ դժվար է ճարում։ Ինչև ասում են, չգիտեմ, նոյեմբերյան եւ այլն, որպեսզի աշխատուժ բերեն, կարտոշկեն ձյան տակ չմնա։ Ակնկալում ենք ձեզանից, իհարկե չենք, այսպես ասած, նեղացնում ձեր տեղը, բայց ակնկալում ենք ձեզանից կարտոշկա հավաք փոքր կոմբայներ կան։ Կարելի է 1-2 հատ տրամադրել, մենք էլ կստեղծենք ստեղ ինչ-որ հանձնաժողով, այդ հանձնաժողովով ժողովրդին կօգնենք, որպեսզի ամրանան այս հողին։ Նայա,
իրոք խնդրել են ինձ, որ ես Չլուծվող խնդիր չկա, ես դեմ ասում իմ ասեմ մեր գիտազեն Ծառուկյանը կաշատ տվեց, օրինակ է խոստացավ։ Ես ես ասեմ չէի ուզում այդ թեմայով խոսայի, չլուծվող խնդիր չկա, հատուցություն են ավարտեն, կարանք գնա անկախ դրանից ձեն կտակ, չեք տա, մեղքը ձեր վիզը, բայց այդ հարցով կգաք, քննարկին, լուծում կտան։ Կարևոր ես ասեմ, ուրեմն իմանալով, որ այս տարածքը Մարտունին կարտոշկայով այս զբաղվում, իմ գործընկերը ստել է։ Ասել են, որ հատուկ սերմեր ա բերել, որ հիմնական այդ կարտոշկայի սերմերը պետք է ստանանք եւ ժողովրդին տան, որ հիմնական ժողովուրդը, ախ պետք է գիտես, եթե գյուղնախարարություն չկա, այդ մարդու մասին մտածող չկա, այսօր մարդ առանցիկուն չարչարվելով, ստեղծելով, այդ սերմը, հին սերմը առնելով, որ ասել թե ցանումա, պետք է տարից ստանա 40 տոննա, 50-60 տոննա, ստանա 15 տոննա, 16 տոննա, 18 տոննա, այդ իրա շահույթը չի կարող, որովհետև էլի ես ասում եմ, Վարդենիսի Մարտունի ժողովրդի համար այդ քայլերն են կատարել, դա իրանք մենք հայտարարել ենք, որ հատուկ պետք է դա միայն որպես սերմացու տրվի Վարդենիսի Մարտունի ժողովրդին, որ նա կարողանա լավ բերք հավաքել։ Այդ ավարտից հետո անձամբ դու կգաս, մենք կնայենք, կորոշենք, կարևորը մարդու ոնց ասեմ, գումարի չափսը չի, կարևորը մարդու գործն է, որ ամեն մեկը օգտվելուց ասի Ծառուկյան ջան, հանալակ ես գուցավը տանեմ, մեզ փրկեցիր, քայլ կատարեցիր, մեր հոգսը թեթևացիր։ Միշտ էլ հարալ է եղել ձեզ, շնորհակալ եմ։